Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Աշակյան, վարչապետը պաշտոնական այցով, աշխատանքային այցով մեկնեց Ղրղստան, այնտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքով ճիշտ էր մեկնել եւ ինչ կտան այդ նիստերը Հայաստանի Հանրապետությանը, հատկապես այն իմաստով, որ գիտեք հիմա Հայաստանը գտնվում է ըստ էության սանկցիաների տակ։ Ես կարծում եմ, որ եթե մենք չգնալով արգելափակում ենք, այսինքն վետոյի իրավունք ունենք, եթե մենք չենք գնում, ուրեմն հանդիպումը տեղի չի ունենում։ Ուրեմն արժի որոշ տեղեր չգնալ, ասել փակում եմ, արգելում եմ ձեր հավաքույթը։ Եթե այդպես չի, մենք չենք գնում, բայց հավաքույթը տեղի է ունենում ու մեր մասին խոսում են, այսինքն մենք այնտեղ թիրախ ենք, ուրեմն մենք պետք է այնտեղ ներկա լինենք։ Ես կարծում եմ, որ ներկայությունը կարևոր է։ Այսինքն սեղանի շուրջ ոչ թե քննարկման մենյու։ Կռիվ տալու համար, եթե դա բարեկամական մթնոլորտ ու միջավայր չի։ Իսկ եթե բարեկամները հրավիրում են, այսպես ասենք, բարեկամները հրավիրում են, իհարկե հարկավոր է գնալ քննարկել, շահ ստանալ, երկիրը ստանա ինչ-որ բան։ Եթե դրանք հակառակորդներ են, առավել ևս հարկավոր է գնալ հենց այնտեղ ջարդել։ Իմիջիալից այս վերջի հանդիպումը Մոսկվայում շատ լավն էր։ Ակնկալում եք նման որակի գնաց ասեց, որ ձեզ ճիշտ պահեք, այդ հեռախոսազանգը նաև հանդիմանություն էր, իմպերատրին հանդիմանեց մեր իշխանը։ Ինչպես հանդիմանեց։ Հանդիմանեց, ասեց, ինչ սանկցիաներ եք կիրառում մեր դեմ։ Դուք չեք հարգում ձեր օրենքները, եթե դուք չեք հարգում, ուզում եք, որ մենք հարգենք այդ Եվրազիական միության գոյության մասին, հետո մեր դեմ տնտեսական պատերազմը հայտարարվել, ասեց, որ ով ես, որ մեր դեմ մենք տեղ ունենք գնալու եւ այլն։ Ես կարծում եմ, որ արժեր եւ զանգել, ճիշտ է բանը, զանգել եւ գնալ։ Դա կռիվ է եւ այդ կռվին մենք պետք է մասնակցենք, եթե կռիվ է։ Իսկ եթե խնջույք է, հանդիսություններին պետք է մասնակցենք որպես սուբյեկտ, որպես գործընկեր։ Ես համարում եմ, որ գործընկերության խնդիր կա, որտեղ որ կանչում են քեզ նվաստացնելու համար, այսինքն ակնհայտորեն դու պարտված վիճակում գնալու ես ներողություն խնդրես, նվաստանաս, սեպտեմբերի 3 ստորագրես, Հայաստանը հանձնես, ինչ-որ բանից հրաժարվես, մի գնա մեր զինվորները սահմանին կանգնած են, մի գնա, թող ինքը գա, գա, ինչով որ գա, դրանից էլ կընկնի, սրով կգա, սրից կընկնի։ Մի խոսքով ես կարծում եմ, որ արժի գնալ, մասնակցել։ Որովհետև սա նվաստացման մասին չի։ Գործ կա։ Երրորդ մասն էլ խոսենք, երրորդ բան, այսինքն ժամանակը եւ բյուջեն չմսխել։ Եթե հենց այնպես գնում ես, հենց այնպես մեր փողերը ծախսելու համար ես գնում, նստիր տանը ստեղ լիքը գործ կա, մանկապարտեզ, ճանապարհներ, այնա ներկայացումներ կան ազգային ժողովում, նստի հետներս նայի, մենք նայում ենք, դու էլ նայի։ Այսինքն երեք մասի բաժանենք, եթե բարեկամներ են, գնա բարեկամների հետ շփվի, Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացրու, եթե հակառակորդներ են ու մենք այնտեղ լինելու ենք, որպես զոհ թիրախ գնա կռվի, պաշտպանի, հաղթի։ Եվ հետո փողը, այդ գնալ գալը գին ունի, հենց այնպես չգնաս։ Պարոն Աշակյան, ազգային ժողովի աշխատանքներին դեռ կանդրադառնանք, բայց ինչ որակի քննարկումներ, բանակցություններ եք ակնկալում, սպասում եւ դա որևէ լուծում այս հայկական խնդրին կտա ձեզ սանկցիաները նկատի ունեմ, որովհետեւ ճիշտ նկատեցիք, հեռախոսազրույցը եղավ, բայց դրանից որևէ բան չփոխվեց, սանկցիաները շարունակվում են, դրանց թվին ավելանում են նոր ապրանքատեսակներ։ Ես կարծում եմ հիմա, քանի որ մեր տնտեսությունը եւ մեր գործարարները պատրաստ չեն բարձր մակարդակի շուկայում մրցունակ ապրանք արտահանելու, ուրեմն կարելի է առայժմ փորձել ճանապարհը բացել, իրացնել մեր խոտանը այնտեղ, ուրեմն բայց դրա համար բան կա, այսինքն մենք պետք է ասենք, որ մենք էլ ենք կիրառելու
սանկցիաները, հիմա ինքը գնում է ցանկ պետք է այդ ձերը թղթինման թուղթ պետք է տանի, ասի որ ռուսական SSS ապրանքները կամ ով կա բելոռուսական այս ապրանքները մենք նոյեմբեր ամսից ժամանակ ենք տալիս կամ հոկտեմբեր ամսից կամ սեպտեմբերի 1-ից արգելելու ենք, մենք ձեր նման չենք, մենք նախազգուշացնում ենք ուրեմն փոխադարձաբար այ հակառակ կոնտր, ուրեմն մենք էլ ենք ձեր դեմ սանկցիաներ կիրառելու մանավանդ այն ապրանքների, այն ծառայությունների դեմ, որոնք որ մեզ պետք չեն, պարտադրված են, դրանք մեզ պետք չեն։ Օրինակ երկաթուղու հարցը մենք լուծելու ենք։ Ինչպես։ Ապագաղութացման կանոնով։ Դա որն է, պարոն Աշակյան, այսինքն վերցնելու են կոնսենսը։ Դա պարտադրանք է եղել, այսինքն օրինակ գազամուղի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում դա գաղութատիրական է, այսինքն մեզ պարտադրվել է, մոնոպոլիա է, մենք զրկված ենք այլ ընտրանքներ գտնելու հնարավորությունից, երկաթուղին, ռազմական բազան, քաղաքական կարգավիճակը մեր, ինքը պետք է տես բան ասի, մենք պետք է ասենք, որ մենք էլ կկիրառենք սանկցիաներ, որովհետև մենք ուզում ենք ազատել մեր երկաթուղին ճորտատիրական գաղութատիրական ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի 1921 թվականի մայիսի կոնֆերանսում, մարտի 16-ի Թուրքիան ապօրինի իշխանությունը Թուրքիայի դեմ քեմալականները եւ ապօրինի բոլշևիկները Հայաստանը զավթեցին, բաժանեցին իրար մեջ, ապօրինի էր, այսինքն մենք այնտեղ ընդունված բոլոր օրենքները կարող ենք չեղյալ համարել։ Դա հենց Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության գլխավոր դրույթներից մեկն է։ Սովետական միությունը երկար տարիներ եղել է ապագաղութացման դրոշակակիրը, հատկապես անգլոսաքսոնների, ֆրանսիացիների, պորտուգալացիների, իսպանացիների գաղութների նկատմամբ։ Պատկերացնում եք, ամենտեղ կար։ Սուեզի ջրանցքը տակ եգիպտացիներին, Ալժիրը ազատագրել, Հնդկաստանը ազատագրել, այդ ռեժիմի մեջ կարող ենք մտնել ասել, որ մենք որոշել ենք ազատագրվել, զավթել եք դուք Հայաստանը, զավթիչի դեմ կարելի է սանկցիաներ կիրառել։ Պարոն Աշակյան, ստացվում է մենք էլ խաղաքարտեր ունենք, ես ճիշտ հասկացա։ Իհարկե, դա եմ ասում, որ ակննդական սանկցիաներ եք կիրառում, մենք էլ կկիրառենք ու մենք ունենք կարևոր մի բան, դուք իսկապես զավթել եք, հիմա էլ դուք զավթողական պատերազմի մեջ եք, դա հայտարարում եք, դուք չեք թաքցնում, որ Հայաստանը ձեր ֆորպոստն է, դուք եք հայտարարել, Հայաստանը ձեր անվտանգության գոտին է, Հայաստանը ձեր համար, իրենց հայտարարությունները, իրենց գնահատականներն են, ես չեմ հնարում, պիտացելնայա սրի դա։ Իսկ արճակատման ճանապարհով ինքնապաշտպանություն է դա։ Հենց մեր խոսակցությունը դրա մասն է, չէ՞։ Մենք կարող ենք պաշտպանել։ Պարոն Աշակյան, նկատի ունեմ արճակատման ճանապարհով կլուծվի հարցը, թե ամեն դեպքում կառուցողական մթնոլորտում, որովհետև հայկական կողմը կառուցողական է տրամադրված, բայց հակառակ կողմում կարծես թե այդ մոտեցումը չկա։ Չէ։ Դե տերմինները դուք ես իրավունք չունեմ այդպես խոսելու, դուք եք, չէ՞, այստեղ դրության տերը։ Ինքնապաշտպանության իրավունքի մասին է իմ խոսքը։ Արճակատում չի, ինքնապաշտպանություն։ Արճակատումը, երբ որ հավասարները ինչ-որ պատճառով բախվել են, հավասարները, այդպես չի, մենք ինքնապաշտպանվելու իրավունք ունենք, թե չէ։ Ես դա եմ բարձրացնում, մենք ինքնապաշտպանության իրավունքով բոլոր կանոններով, քաղաքակրթության հնարած բոլոր կանոններով ինքնապաշտպանությունը արտոնյալ կարգավիճակ է։ Մենք կարող ենք պաշտպանվել, իրավունք ունենք պաշտպանվելու, թե չէ։ Օրինակ բերեմ, ես դա սիրում եմ ասել ես վերջերս։ 1918 թվականին ռուսական իմպերիան Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը, Ղարսը հանձնեց Թուրքիային։ 1918 թվականին, 1921 թվականին նույնպես հանձնեց Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը, Ղարսում Արդահանը արդեն հանձնել էր։ 22 թվականին, 1922 թվականին ռուսական իմպերիան Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը հանձնեց Ադրբեջանին։ 36 թվականին, 1936 թվականին ռուսական իմպերիան, դինք տարբեր մականուններ ունի ռուսական իմպերիան, SSR, Ռոմանովների իմպերիա եւ այլն, հիմա դեմոկրատական Ռուսաստան,
18 թվականին էլ դեմոկրատական էր։ Դրանք պարբերաբար Նագորնի Ղարաբաղը Նախիջևանը հանձնել են Թուրքիային կամ Ադրբեջանին 1967 թվականին բոլորը վերջերս ես արդեն երիտասարդ էի կռվում էի սովետական միության դեմ գնաց երկրի ղեկավարը նորից Նագորնի Ղարաբաղը եւ Նախիջևանը հանձնեց Ադրբեջանին ու Հայաստանում սկսվեցին ռեպրեսիաներ այդ թվում եւ մեր ընտանիքի դեմ դուք գիտեք 200 հոգի ազատազրկվեց հակաթուրքական պրոպագանդայի եւ ագիտացիայի համար, հակառուսական պրոպագանդայի եւ ագիտացիայի համար։ Հիմա շարունակեմ 1900 Չէ, պարոն Աշակյան, բայց այսքանից հետո մենք կամ հասարակության մի ստվար զանգված կարծում է եւ իր հույսերը ապագան կապում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Այդ մասին է վկայում նաեւ այսօրվա ազգային ժողովի պատկերը, որովհետեւ այն ընդդիմադիր ուժերը, որոնք տեղավորվել են ազգային ժողովում, մեղմ ասած, եթե չասենք ռուսական, ապա գոնե ռուսամետ ուժեր են։ Այդ մասին խոսել է հենց Վլադիմիր Պուտինը։ Հիմա մեղավորությունը Ռուսաստանին է, թե այնուամենայնիվ մերը, որ մեր սխալներից չենք սովորում։ Հա, շնորհակալություն։ Ես դա պետք է շարադրեի, դուք արդեն ասացիք։ Ուրեմն ամեն անգամ, երբ որ հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսում են, ասում են, որ մենք մեղավոր, քանի որ մենք մեղավոր, ուրեմն սկսվում է այդտեղից մեղքի զգացումով, այսինքն Ռուսաստանը Նագորնի Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին, Թուրքիային, մեզ ասում են, քանի որ մենք հանձնեցինք, լսեք ինչքան մեծամտություն կա այսօրվա ազգային ժողովի այդ հատված, ինչքան մեծամիտ են ասում են, մենք Ադրբեջանին, մենք Թուրքիային, մենք դավաճան, Մենք Ռուսաստանին դավաճանեցինք։ Մենք դավաճան, դե որ իրանք դավաճան են, այդ մենք գիտենք, իրանց ընտանիքներում էլ գիտեն երևի, թաքցնում են։ Հա, այդպես բաներ կան, գիտեք, չէ, ինչ է կոչվում, դա ասեկոսներ, դե մենք չենք քննարկի այդպես բաներ։ Հիմա այդ մարդը հայլու դեմ առավոտը տեսնում է իրեն, ասում է, ինչ դավաճան ժողովուրդ ենք։ Ու գալիս է, ասում ենք, հայլու մեջ քեզ մի նայի։ Քաղաք դուրս գալուց առաջ հայլու մեջ մի նայի, որտեղ անդադ դավաճան ես տեսնում։ Մի սափրվի ընդհանրապես, հայլու մեջ մի նայեք։ Ուրեմն ես կարծում եմ, որ դուք ճիշտ ասացիք, այդ ընտրություն կա, ռուսամետ չէ, ռուսական, որտեղ Տերը հայտարարեց, ասեց մենք այդտեղ ագենտ ունենք։ Բայց այդ ագենտին գնացին եւ այդքան մարդ նաեւ ձայն տվեցին։ Իմ ասածը դա է, պարոն Աշակյան։ Կա այն սեգմենտը, որը իր հույսերը, իր ապագան, իր քաղաքականությունը կապում է Ռուսաստանի հետ։ Վախենում են, ուրեմն այսքանից դա ամեն ինչ արել ենք մենք։ Մեր ժողովուրդ տեսեք ինչի միջով է անցել։ Ես այսօր թվարկում եի, տեսեք ոնց է պահել այսքանի օրը Ղարսի հանձնման օրերն են 1920 թվականին Ղարսը մենք հանձնեցինք, բայց ինչ անեինք, երկու կողմից ռուսական եւ Օսմանյան իմպերիան հարձակվել են Հայաստանի վրա, դիմադրել ենք, տասնյակ հազարներով զոհ ենք տվել։ Ես ասում եմ հասարակ օրինակ է մարտի 1-ը, բայց էլ ինչ անի մեր ժողովուրդը, մարտի 1 արեց ջարդեցին, ինչեւ հիմա մարտի 1-ի դահիճները, հանցագործները պատժված չեն, հոկտեմբերի 27-ի հանցագործները պատժված չեն։ Ավելին Լևոն Քոչարյանը ստանձնել է ազգային ժողովում են, դրանք ազգային ժողովում են, մեր ժողովուրդը, գիտեք, ասում ենք, չհասկացանք, այսինքն մենք բայ երրաբլուրը, հետ մենք ենք երրաբլուրում, հո դրսից չեն եկել, դրանք հո լեգիոներներ չեն հրավիրված, մեր զավակներն են, չէ, մեր եղբայրներն են, բայց ինչ անենք, այ մարդիկ ասում են, ինչ անենք, ինչ կարելի անել, գնանք զոհվենք նորից, գնանք կռվենք, 70% ասում է, հա, մենք կկռվենք, մենք երրաբլուրի տերն ենք, մենք Սարդարապատի տերն ենք, մենք 44 օրյա պատերազմի տերն ենք։ Պարոն Աշակյան, բայց ընտրությունները այլ բանի մասին է ցույց տալիս, 500,000 մարդ ընտրել է պրոռուսական ուժեր, այսինքն այդ մարդիկ էլ փնտրում են ըստ էության փրկիչներ։ Այսինքն այդ մարդիկ ընտրել են այդ ուժերին, որ մենք ասում ենք, թե ինչի հիմա նրանք փողոցում չեն։ Ես ասում եմ, թե ինչի կոնտր։ Այսինքն մենք ինչի փողոց դուրս չենք գալիս, ինչի չենք գրավում նրանց գրասենյակները։ Ինչի չեն գրավում Բաստիլյան,
Այ մենք ինչի չեն գրավում։ Ինչի նրանք փակված չեն։ Այ իմ հասարակությունը, իմ ծանոթներն ասում են, ինչի փակված չեն դրանք։ Ովքեր։ Մարտի 1-ին մեր վրա կրակողները, ինչի փակված չեն։ Ես ձեր մոտ եմ ասել ամեն անգամ, հեղափոխությունը 3 կարևոր բաղադրիչ ունի։ Դասական է դա։ Ուրեմն հակահեղափոխականներին ունե զրկել, ռեսուրսները խլել, ֆինանսատնտեսական, բանկը գրավել։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը եւ բոլշևիկների հեղափոխությունը, բոլոր հեղափոխ։ Երկրորդը տրանսպորտը գրավել, փակել փախուստի ճանապարհը։ Նրանք չեն կարող փախնել, այն որ հիմա փախել են, Ռուսաստանում թաքնվել են։ Ճանապարհը պետք է փակվեր։ Երրորդը տելեգրաֆը գրավել։ Նրանց լրատվամիջոցները հարկավոր է փակել։ Դիվերսիաներ են դրանք։ Ուրեմն մեր ժողովուրդը նայում է, որ մենք դա չենք կարողանում անել։ Մենք չենք անում դա։ Չենք կարողանում, թե չենք անում։ Հա, դա հարկավոր է դիմել մի անգամ իմանալ։ Այսինքն ուզում եմ հասկանալ ցանկություն չկա, թե չենք կարողանում։ Ես կարծում եմ, որ չենք կարողանում։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Կոչվում է դա բալանսավորված քաղաքականություն։ Մի օր կարողանում ենք, մի բան անում ենք, մի բան չենք անում, անհրաժեշտ բաների մասն է խոսքը։ Ես այդ իմաստով շատ դժգոհ եմ իշխանությունից, որ չի կարողանում կամ չի ուզում անել։ Դա ինքը պետք է ասի, ուզում է թե չի ուզում։ Օրինակ այսօր այդ կառավարության նիստի ժամանակ դա նորից քննարկեցին հակահեղափոխությանը ապազգային ուժերին, ռուսական դիվերսանտներին զրկել տնտեսական ռեսուրսներից։ Հիմա օրակարգում այդպեսին է, դատախազը բոլոր առիթներով ասում է, որ զրկում ենք, բայց իսկ տելեգրաֆից ինչի չեն զրկում, ինչի չեն փակում, դիվերսիոն քարոզչական միջոցները, հակահայկական քարոզչական միջոցները, դա պայման է հեղափոխության։ Ես հիմա վերադառնամ այդ ձայն տվողներին, իսկ ով ասաց, որ 300,000-ով է հաշվել, կաշառքով, վախեցնելով, այդ հանդիպումը RF-ի նախագահի եւ մեր երկրի ղեկավարի հանդիպումը, դա սպառնալիք էր ներքին գործերին միջամտելու, կրակելու մեր վրա, մենք գիտենք, որ կրակել գիտեն, մենք գիտենք Սիբիրը կա, քանի հազար մարդ, քանի տասնյակ հազար մարդ, նույնիսկ հայրենադարձ հայրին, որ իրենք էին հրավիրել։ Կրակելու նկատի ունեք զենքը բանել են մեր գլխին եւ ասում։ Կրակել են, ոնց մարտի 1-ին չեն կրակել, 1920 թվականին չեն կրակել, Զանգեզուր կինոն նայեք։ Հիմա կրակելու են։ Բայց հիմա էլ կկրակեն, ով ասեց, որ չեն կրակել, Ուկրաինայում չեն կրակում, Վրաստանում չկրակեցին։ Մենք դա գիտենք, նրա խոսակցության հետևում կանգնած է իրենց սապոկը կամ սվինը, SS, սապոկ սվինով։ Այսինքն մենք հասկանում ենք, որ բավոր դա սկսի կրակել, Ուկրաինայում կրակում է, չէ՞։ Մեր մոտ էլ կկրակի, մանավանդ ասեց, սպառնաց, ասեց մերոնք են, մենք ուզում ենք Հայաստանը, մենք զավթում ենք Հայաստանը, այստեղ մի ուրիշ բան կա, ես իմ ասում եմ մերոնց, իզուր դրանց օգտին քվեարկեցիք, իզուր վախեցաք, որտեղ մենք մենակ չենք, հայ-ռուսական հարաբերություններ չեն միայն, կա արևմուտք, ՆԱՏՕ եւ ՕԴԿԲ հարաբերությունները, ՕԴԿԲ-ն կռվում է ՆԱՏՕ-ի դեմ Ուկրաինայում եւ Հայաստանում։ Այսինքն այնպես չի, որ Ռուսաստանը ինչ ուզի կանի այստեղ, չի կարող անել։ Ես դրանցից մեկն եմ սխալ եմ համարում այդ նրանց ներկայությունը, այդ ռուսական ագենտների ներկայությունը մեր իշխանությունում, նրանք պետք է բանտում լինեն կամ արտաքսված, կարող ենք մենք ապրանքայնացնել, արտաքսել, վաճառել նրանց ազատությունը Ռուսաստանի վրա։ Մենք կարող ենք վաճառել, ասենք տարեք ձեր մոտ, ձեր ազգային ժողովում, Գոսդումայում տեղավորեք դրանց։ Ինչ որ բանի դիմաց։ Այո, իհարկե, ջրի գազի դիմաց։ Օրինակ, ջրի գազ ո՞նց եղավ։ Անգոլային նվիրեցիք, չէ՞, դուք պարտքերը, մերն էլ նվիրեք, մեզ նվիրեք։ Մենք ձեր մշակույթը ձևավորողներից մեկն ենք, մեր դերը ձեր կյանքում շատ մեծ է եղել։ Մենք շատ կարևոր ենք ձեր համար, պիտательная среда որպես, շատ բան ենք արել ձեր համար, փոխհատուցումը տվեք, ջրի գազ տվեք, մեր տնտեսությունը թող մրցունակ լինի։
Պարոն Աշակյան, իսկ այս անգամ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպմանին չէ՞։ Դա ինչի՞ չէ, նա կուտա ջենուցը։ Բա ինչ պետք է անեն։ Նրանք միայն մենք չենք։ Հայաստանը միայն Հայաստանը չի, դա կարևոր քաղաքական եւ աշխարհագրական տարածք է Հայաստանը։ Բա ինչ պետք է անի, իհարկե։ Բա ոնց արեցին։ Միշտ էլ փոշմանում հետ են գալի։ Իսկ էլի այդ տոնով են խոսելու մեզ հետ։ Չէ, ինչի Ելցինը ինչ տոնով էր խոսում, կամ Խրուշչովը ինչ տոնով էր խոսում, դուք գիտեք, Ստալինից հետո Խրուշչովը ինչ տոնով էր խոսում, կամ Ստալինը ինչ տոնով էր խոսում, ջարդերից հետո ամեն անգամ հենց որ նեղն են ընկնում քույրեր, եղբայրներ, քրիստոնյաներ։ Պարոն Աշակյան, այսօրվա մասին է խոսքը, Վլադիմիր Պուտինը միջև հիմա չի շնորհավորել եւ մենք տեսնում ենք։ Հա, դրա մասին եք մտածում, ավելի լավ, որ չի շնորհավորել։ Բա իհարկե շատ լավ է, մենք ձեր նմանը չենք։ Աշխարհի 56 պետություն Ռուսաստանին չի շնորհավորում, չի ճանաչում Ռուսաստանի կարգավիճակը, աշխարհի 56 պետություն, հակահիտլերյան կոալիցիան 53 պետություն էր։ Հիտլերի դեմ, նացիզմի դեմ աշխարհի 53 պետություն էր կռվում։ Այսօրվա Ռուսաստանի դեմ 56 պետություն է կռվում։ Դա շատ լուրջ բան է։ Մենք հիմա պետք չի որ նրա հետ լինենք, նրա բարեկամը լինենք, եղբայրը լինենք, դաշնակիցը լինենք։ Բայց մեր տնտեսությունը կախված է նրանից։ Դե ասում եմ հարկավոր է դուրս գալ։ Դուք կարծում եք ուրանը ամերիկացիները որտեղից են ստանում, էլի Ռուսաստանից են ստանում։ Իսկ այդ դուրս գալը նաև վտանգներով, ռիսկերով հղի չէ, որովհետև դուք էլ ասացիք, հաշվենք, ռիսկերը, վտանգները եւ առավելությունները, օգուտները հաշվենք, դնենք, քննարկենք, այ ազգային ժողովի օրակարգում դա պետք է քննարկվի։ Ինչու՞ չի քննարկվում ազգային ժողովի օրակարգում նման հարցեր։ Ընդդիմությունը չի տեսնում, որ տնտեսական սանկցիաների տակ է Հայաստանը։ Քննարկում են թե օրինակ ով որ հեռավորությունից թուրք տեսել է։ Ընդդիմությունը ոչ միայն չի տեսնում, ընդդիմությունը հեղինակն է սանկցիաների, որտեղ իրենց պատրոնը, իրենց շեֆը, իրենց начальникն է կազմակերպել այդ պատժամիջոցները։ Իրենք էլ փառավորվում են։ Չէ, իրենք են կազմում, իրենք տերն են, նրանք համագործակցում են, հանցակիցն են։ Եթե ուզում եք իսկական տերմինը հանցագործություն է Հայաստանի գյուղատնտեսությանը, այսինքն Հայաստանին պատերազմ հայտարարելը անմեղ տեղը չսադրված, այդպես կարելի ասել, առանց սադրանքի մենք չենք սադրել դա, это не мы провоцировали, մենք չենք պրովոկատորը, առանց դրա մեզ պատերազմ է հայտարարվել, մենք վերնապոդն ենք, եթե ուզում եք իմանալ, մենք հավատարիմ ենք, մինչև հիմա մենք Ռուսաստանին հավատարիմ ենք ու մեզ պատերազմ է հայտարարվել, պատերազմը, ապօրինի պատերազմը գյուղատնտեսության դեմ այսօր, էներգետիկայի դեմ, ունի, դա հանցանք է և ունի հանցակիցներ, այսօրվա ազգային ժողովի ռուսական մասը հանցակից է Հայաստանին հայտարարված պատերազմին։ Իդեպ նաև հայտարարում են, որ ձմեռը մոտ է եւ կարող են լինել նաև օրինակ գազի գները կարող են փոխվել։ Իրենք հայտարարում են, որ կարող են լինել տրիգերներ, իրենք դուրս գան փողոց իշխանափոխություն անեն։ Սամվել Կարապետյանն ասում էր, որ հանդիպել է նախկին նախագահին, այդպես էլ հետո չհաստատեց այդ նախկին նախագահը Ռոբերտ Քոչարյանն է թե ով, հետո ասաց, որ չէ, Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել, բայց նախկին նախագահին հանդիպել է ամենակարևորը։ Ընդդիմության միավորում սպասել այդ տրիգերները որոնք են, որոնց մասին խոսում են։ Ես կարծում եմ, որ ակննդական պետք է լինի, եթե իրենք դուրս գան փողոց, մենք էլ պետք է դուրս գանք փողոց, համաձայնեն, որ մենք էլ դուրս գանք։ Այ մարտի 1-ը եղել է, չէ՞, տեսակ ինչ եռանդ կար։ Ինչ եռանդ կար։ Այս անգամ ոստիկանությունը եւ բանակը ուժային կառույցները մեր դեմ չեն լինելու, իդեպ ես ասեմ, մի բան փոխվել է, չէ, աշխարհում, ոստիկանությունը, ուժային կառույցները, բանակը հիմա մեր թշնամին չեն, Հայաստանի Հանրապետության թշնամին չեն, պատկերացնեք, բա որ մենք էլ դուրս գանք փողոց, մենք էլ մեր յուրայիններով, այն 700,000-ն էլ որոշել, մենք էլ ենք դուրս գալի փողոց, դուք դուրս եք գալի, մենք ճակատ ենք, բարիկադ ենք կառուցում ձեր դեմ ու իշխանությունը չմիջամտի, պատկերացնում եք իշխանությունը չմիջամտի։
Դե քաղաքացիական պատերազմ կդառնա։ Բայց դա իրանք իրավունք ունեն մեր վրա կրակելու, մենք իրավունք չունենք ինքնապաշտպանվելու։ Իրենք կրակում են մեզ վրա հիմա խորհրդարանում։ Չէ, իրենք կրակողներն են, դրա համար ռեցիդիվ է նշանակում։ Եթե մի անգամ կրակել են չեն պատժվել, այդ հմտությունը ունեն։ Նրանք գիտեն դա ինչ հետևանքներ է ունենում։ Այսինքն նրանք դուրս, բայց դրանց այն գալստանյանների շարժումը հիշեք։ Նրանք իրենց բանի թևի տակ բուլիժնիկ պահել են, որ բարիկադ։ Բուլիժնիկ կա իրենց թևի տակ։ Բուլիժնիկը գիտեք չէ, այն քարն է, որ պրոլետարիատը ունի։ Նրանք ունեն բուլիժնիկ, այդ բաները չեն միայն ոզնիները չեն ու պայթուցիկ նյութերը չեն։ Նրանք ուզում են դուրս գալ փողոց։ Ես էլ ասում եմ, այրուն են ուզում, այսինքն ճիշտ եմ։ իրենք ուզում են արյուն։ Իրենք դա գիշատի չեն, դա հոտ առել են, գիտեն։ Նրանք ուզում են արյուն, բայց միշտ կարծում են, որ մեր արյունն է լինելու։ Այ իրենք դրանից են հիմա զարմացած։ Սովոր չեն էլ, որ իրենք չեն բանտում, ու մենք չենք բանտում։ Այ գիտեք ինչն է փոխվել, որ իրենք չեն հասկանում, որ հիմա ոստիկանությունը չի գալի մեզ այստեղից տանի, այ լույսերը չեն անջատում, մեզ չեն պարկացնում գետնին, տանում, այ հիմա իրենք դա չեն հասկանում, ինչի մենք կարող ենք այսպիսի բաներ ասել, դու գիտեք դատի են տալիս մեզ, տեսնում են, որ ինստինքտիվ չի լինում, իրենք են դիմում դատարանին, ասում են ունե զրկեք, ազատազրկեք Արշակյանին, դիմում են այսօրվա իշխանությանը, դու գիտեք չէ, դատարանի բաների մեջ ենք մենք անընդհատ, ասում են ազատազրկեք Արշակյանին, չեմ ասում ազատ Արշակյանին, ազատազրկեք ազատ Արշակյանին, դիմում են նրանք ու չեն հասկանում, թե ինչի չի անում։ Պարոն Աշակյան, այս բովանդակությունը կշարունակվի ազգային ժողովում 5 տարի, թե այնուամենայնիվ այս խորհրդարանը չի կարողանա աշխատել այս մթնոլորտում 5 տարի։ Դուք ինչ եք կարծում, նախ ընդհանուր առմամբ վերջին 5 օրերին հետևելով այդ նիստերին, ինչ տպավորություն ունեք եւ ինչ եք կարծում։ Իսկապես սա այն խորհրդարանն է, ինչպես դիմադիրները հայտարարեցին, որ մենք գալիս ենք ՔՊ-ի թևերը կտրելու եւ խորհրդարանում եւ փողոցում պայքար տանելով։ Ինչ եք կարծում, նրանց մոտ կստացվի եւ արդյոք կստացվի այս ուժերի միջև համագործակցությունը նկատի ունեմ իշխանությունը Ես դա առանձին ասել եմ, սրանց միջից մի քանիսին կարելի է բան անել, վերբովկա անել, դրանք վերբովկայի ենթակա են, իրենք դա արվում են, կույս չեն քաղաքական իմաստով։ Ուրեմն մի քանիսին հարկավոր է հավաքագրել, որպեսզի սահմանադրական մեծամասնություն լինի։ Դա ընդհանուր, եթե ամեն ինչ այսպես շարունակի, բայց ես կարծում եմ, որ իրենք Մոսկվայից սկսած պարտվելու են, այ հենց որ Մոսկվայում փոփոխություններ կլինեն, սրանք ես միշտ օրինակը բերում եմ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հակապետական, հակահայկական ուժերը ազգային ժողովում կոչվում էր Գերագույն սովետ, այսինքն կոմունիստական կուսակցության նոմենկլատուրան, որ դեմ էր Հայաստանի անկախությանը, գնացին սուսուփուս քվեարկեցին Հայաստանի անկախության օգտին, թվում էր թե դա անհնար է, հանրաքվեի արդյունքները հաստատեցին, սրանք էլ հենց որ այնտեղ Մոսկվայում իրենց տերը, իրենց գործընկերը, իրենց հանցակից գործընկերը այնտեղ կփոխվի, կպարտվի Հայաստանին, սրանք սուսուփուս կանեն այն, ինչ որ անում էր Գերագույն խորհուրդը 5 տարի։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանն էր, կհանդիպենք։